Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Եվ այսպես հոկտեմբերի 3-ից 8-ը Լյուքսեմբուրգում կայացած WFMC համաշխարհային կազմակերպության աշխարհի առաջնությունից, որտեղ անցկացվում էր կարատեի, քիքբոքսինգի, բռնցքամարտի, թեքվոնդոյի մրցաշար, տարբեր օրեր ունեցել ենք 8 մասնակից, 4 մեդալ, 2 արծաթ եւ 2 բրոնզ։ Իսկ հոկտեմբերի 9-ից 14-ը Լոնդոնում կայացել է աշխարհի քիքբոքսինգի կազմակերպության 2025 թվականի աշխարհի առաջնությունը, որտեղ 8 մարզիկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը, 3-ը դարձել են աշխարհի չեմպիոն, 4 արծաթե մեդալակիր ունենք եւ 1 բրոնզե մեդալ։ Եվ այս պահին մեր տաղավարում են WKO Արմենիա ֆեդերացիայի եւ Aikido կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության հաղթող Արսեն Իսրայելյանը, արծաթե մեդալակիր Արսեն Գրիգորյանը եւ բրոնզե մեդալակիր Արեգ Գասպարյանը։ Ուժեղներն են մեր տաղավարում։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Մարտական լավ։ Վաու, դե հիմա ասեք, այս հրաշալի սերունդը, հա, որ այստեղ նստած է։ Ոսկե սերունդ։ Ոսկե սերունդը, ես կասեի, ոսկե, արծաթ, բրոնզ, ամեն ինչ ունենք։ Նրանց ճանապարհը ինչպիսին եք տեսնում, Դավիթ։ Նախ շատ շնորհակալ եմ հաղորդման ջուրը լինելու համար եւ ասեմ, որ սերունդը իսկապես սերնդի մեջ ահռելի տարբերություն կա նախորդ սերնդի հետ կապված։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն է, որ նախորդ սերունդները ավելի չոր ու ուժեղ էին, քան հիմիկվա սերունդը, բայց շատ չարչարվելու արդյունքով է, որ այսքան մեդալ ունենք ու շատ դժվարագույն ծանրաբեռնված պարապմունքների արդյունքում է, որ կարողանում ենք մեդալ վաստակենք։ Տղաները քանի տարեկան են։ 10, 11, 12։ Ով է ամենաուժեղը։ Բոլորը ես կհանեմ, հայացքներ են այ։ Բայց ինչ բարի հայացքներով ուժեղներ են։ Բարի ուժեղներն են, այո։ Ես քիչ առաջ նշեցի, հա, Լոնդոնում աշխարհի առաջնության հաղթող, արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր, մի քիչ խոսենք հենց այդ ամենից ինչ որ կայացավ։ Նախ առաջին մրցաշարը WFMC վարկազով դա համաշխարհային մի այլ կազմակերպություն է, որտեղ անցկացվում է բոլոր սպորտաձևերից եւ տևում է 1 շաբաթ։ Մասնակցեցինք 8 մարզիկով, որոնցից մեկը 18+, արդեն մեծահասակների մեջ, որտեղ լրիվ գազանտեղեկ են, պրոֆեսիոնալ, ունեցանք արծաթե մեդալակիր եւ 2 արծաթ, 2 բրոնզ, այդտեղ չեմպիոն չունեցանք։ Եվ դրանից հետո ամսի 8-ից 14-ը Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունն էր World Kickboxing օրգանիզացիայի, որի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն ես եմ հանդիսանում արդեն 2 տարի եւ մասնակցեցինք 8 մարզիկներով, ունեցանք 3 աշխարհի չեմպիոն, շատ լավ արդյունք էր դա մեզ համար։ Ուրեմն նշեմ կարևորը, որ Արսենը Իսրայելյան դարձավ չեմպիոն Երևանից, Իջևանից Նարեկ Մատինյանը եւ Մարտունուց Ձորագյուղ գյուղից մի փոքրիկ լավ չեմպիոն ունենք, Գրիգոր Սաֆարյանը եւ մնացածը համապատասխան 2-րդ եւ 1 բրոնզե մեդալ։ Կարևոր էր այնքանով, որ 44 երկրների մեջ, լավագույն տասնյակի մեջ Հայաստանը 3-րդ տեղում էր, դա շատ մեծ արդյունք է մեր համար։ Հիմա դուք մի քիչ խոսեք։ Ասեք, տեսնեմ, ինչու ընտրեցիք հենց այս սպորտաձևը։ Ինչը ձեզ տարավ այստեղ։ Ինձ դուր եկավ սպորտաձևը ոչ միայն խփելու համար, այլ նաև ես որ գնացի առաջին անգամ առաջին պարապմունքին, այնտեղ տեսա տղեկը ոնց են պարապում, ես ոգեշնչված գնացի պարապեցի, ու հիմա գրեթե արդեն 7 տարի է պարապում եմ։ 7 տարի։ Իսկ դու։ 7։ Էլի 7 տարի։ Բա դու։ 7 տարի։ 7 տարի։ Իսկ դուք իրար հետ մրցում եք պարապելու ժամանակ։ Այո։ Բոլորս միառնակ։ Եվ այդ ժամանակ մոռանում եք, որ ընկերներ եք ու արդեն ամբողջ տեխնիկապես հզորությունը ձեր ցույց եք տալիս, թե մի քիչ մեղմ եք խփում, որովհետև ամեն դեպքում ընկերոջն եք խփում։ Ես միջամտեմ, որտեղ մեղմ խփել չկա, ով մեղմ խփեց, լավ չի լինելու։ Հետևի ես կհանգնացեմ ու երկրորդն էլ նույնիսկ մրցաշարի ժամանակ եթե 2 ընկեր կամ 2 եղբայրան կան հասան արդեն բոլորին հաղթելով եզրափակիչ, իրար հետ պետք է նորմալ մենամարտել։ Վաու։
Սառնասրտորեն։ Դժվարը, դաժանը, բայց իսկ շարունակելու մտադրություն ունեք, թե սա պարզապես այս տարիքի համար զբաղմունք է, սպորտ եւ այլն, առողջ ապրելակերպ, թե հենց արդեն այն կարգավիճակում եք, որ ոչ պիտի այս ճանապարհը շարունակեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Դեռ ես այդ մասին չեմ մտածել, բայց ժամանակը ցույց կտա, եթե որ ժամանակ անցնի, ես հասկանամ, որ սրանով կարող եմ գնալ, կգնամ։ Իսկ քո մեդալների մասին կպատմես։ Այս մեդալը դժվար էր վաստակելը, որտեղ աշխարհի առաջնությունն ինչ-որ թույլ մարզիկներ չեն լինում, շատ դժվար էր, մասնակիցները տարբեր երկրներից էին։ Եզրափակչումում հետ մրցեցիր։ Ռումինիացու։ Եվ արդյունքում ոսկե մեդալը։ Բրավո։ Քոնը։ Իսկ քո մեդալը։ Բրոնզե մեդալակիր։ Ովքեր էին եւ ինչ տպավորություններ ուներ մարտի ժամանակ։ Արչի բոյես Մարգորիացու դեմեի կպեղ։ Իրան նկատողություն տվին, եւ հաղթանակ տվեցին ինձ։ Երկրորդ բոյես կպա Եվրոպացու հետ, քան որ եվրոպացին անց երկրից էին, տվին իրեն բոյ։ Շուտ լավ պատասխան էր։ Քոնը։ Ես զբաղեցրել եմ երկրորդ տեղը, ցավոք։ Ոչինչ։ Երկրորդ տեղն է պատվավոր։ Մրցակիցս Նիդերլանդս էր։ Նիդերլանդցիները։ Դավիթ, հետաքրքիր է, հա, երեխաների մոտ այս տարիքում բնականաբար ոչ միայն պետք է սովորեցնել, հա, այս սպորտի մեջ լինել վարպետ ուժեղ, նաև հոգեբանություն, որովհետև դեռ ամբողջ կյանքն իրենց առջևում է, դեռ շատ մարտեր կունենան, որտեղ կհաղթեն, կպարտվեն, կլինեն մեջտեղում, կլինեն բարձունքում, սա իհարկե այդ դասավորվածությունն է, որը ուղեկցելու է իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ կարևորը, որ այս հոգեբանությունը ճիշտ մատուցվի, որպեսզի իրենք այդ ճանապարհն անցնելու ընթացքում չկոտրվեն, այլ հակառակը միշտ վստահ քայլերով առաջ գնան։ Ուրեմն նախ նշեմ, որ բացի ֆիզիկական հարթությունից մարզիկները պարտադիր անցնում են որակավորման քննությունների ընթացքում փիլիսոփայություն, հոգեբանություն եւ որակավորման քննությունների ժամանակ այդ դասերը սովորում են, պատասխանում են, պատմում են եւ մարզչական դասընթացների ժամանակ նույնը լսում են հետ մրցումային process-ը, նախամրցումային process-ը եւ նրանց այդ իրենց ճիշտ պահելաձևը, որ մրցաշարից հետո ենթադրենք պարտվող մարզիկը շատ է լինում, որ կկոտրվի, բայց դա ոչ միայն երեխայից է կախված մարզիկից, այլ մեծ մասը կապված է ծնողից։ Որովհետև մենք բացատրում ենք, զրուցում ենք, անցկացնում ենք այդ process-ը դասավանդման, որ պարտվելուց չեն հիասթափվում, ընդհակառակը ավելի լավ են մարզվում, որ հիշեն այդ հակառակորդին ու գնան պարտքը տան, պարտադիր, եւ հաղթելու դեպքում չմեծամտանան, չմտածեն, որ իրանք են ու վերջ, որովհետև դրանից հետո հետևում է մեծ պարտություն, երբ որ դու արդեն մեծամտանում ես եւ մտածում ես դու արդեն բոլորին կարաս հաղթես։ Այդ ամեն ինչը իրանք սովորում են, իրանք ոչ միայն ֆիզիկական կրթություն են ստանում, այլ պարտադիր հոգեվոր եւ մտավոր։ Եվ ինչն է կարևոր այս սպորտաձևով զբաղվելու համար, որովհետև սկզբնական շրջանում նշում են, որ տվյալները, բայց երբ արտաքինից նայում են երեխաներին, այդ ուժը եւ, չգիտեմ, հզորությունը իրենց մեջ որը կա, չի երևում։ Ոնց եք դուք բացահայտում այդ ամենը, ինչն է ամենակարևորը էս։ Մարզիկները ընդունվելուց արդեն դու սկսում ես տարբերակել։ Շատ նվազ սերունդ է հիմա, անկեղծ ասած, փորձում ես սննդակարգ ստեղծել իրանց համար, ուժային մեթոդիկան տարբեր, որտեղ ամեն մեկը տարբեր անհատականություն են, ամեն մեկին տարբեր պետք է մոտեցում ցույց տալ։ Հիմա ենթադրենք ինչ որ մեկին արհեստական դժվարություն ստեղծեցի, որովհետեւ ես հասկանամ ինքը հիասթափում գնում է, թե ընդհակառակը կամքից ուժեղ տղա է, ով մնում է միջև վերջ դառնալու է։ Ով կոտրվեց գնալու է բնականաբար ենթադրենք ջութակի կամ գոբելենի, ով չէ մնաց դառնալու է իսկականից։ Միայն տղաներն են մարզաձևում, թե աղջիկներ են ունենք։ Ոչ, իհարկե ոչ, աղջիկներ ունենք, շատ լավ աղջիկներ ունենք, որ եւ իրենց պարարվեստի մեջ են գերազանց եւ ուսման մեջ եւ մարտարվեստի։
Ինչքանով եք այսօր հետաքրքրվածությունը տեսնում սերունդի, այն նշեցիք, հա, սերունդը ֆիզիկապես այդքան էլ պատրաստված չի, բայց վերջին դեպքերից ելնելով մենք հասկացանք, որ պետք է միշտ մարզական վիճակում լինել եւ դա շատ կարեւոր է եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես։ Ինչքանով է այսօր սերունդը հետաքրքրված հենց մարզաձևով։ Սերունդի հետ կապված էլի եմ ուզում շեշտը դնեմ, որ ծնող ուսուցիչ աշակերտ հարաբերությունը շատ կարևոր է։ Երբ որ բերեցին, ենթադրենք մարզադահլիճ ու սկսեց դժվարություն տեսնել եւ սկսեց խուսափել, արդեն այդտեղ ծնողի դերն է, որ պետքա չասի, դե լավ, դուրը չի գալի, արի գնանք տուն, կանցնի 1-2 տարի կամ տունը կուժեղանաս կգաս, ենթադրենք, որ շատ դեպքեր է լինում։ Այլ ծնող ուսուցիչ հարաբերությունը, երբ որ ճիշտ հարթության վրա է եւ ծնողը ասում է, որ ոչ, սա քո ճանապարհն է, պետք է գնաս եւ տղամարդ դառնաս, որովհետեւ հայ տղամարդը իրավունք չունի թույլ լինելու։ Դու պետք է ուժեղ լինես հասարակության մեջ, բանակում, չգիտեմ, փողոցում, ամեն տեղ, որովհետեւ այդ սպորտային դաստիարակությունը, այդ կյանքը, որը դու այդտեղ սովորում ես, ամեն տեղ է քեզ պետք գալու, ամեն տեղ։ Դե շնորհակալություն, մենք ձեզ դեռ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ վստահ եմ, որ ինչպես նշեցիք, նվազ սերունդ ունենք, դա մի քիչ երևի սնունդով եւ օդի աղտոտվածությամբ է պայմանավորված, բայց պարապմունքները տեղը գցում են, այո, եւ ամեն ինչ փոխում է։ Պետք է պարապենք, որ այդ ամեն ինչը փոխենք։ Դրանք սա մեր ձեռքերում են ու մենք պետք է անենք։ Շնորհակալություն ձեզ, որ չեմպիոններ եք տալիս ու չեմպիոններին դաստիարակում եք չեմպիոնի ոգով, որ ամեն դեպքում պետք է լինել մարզված, չպետք է դրսևորել ագրեսիան հասարակության մեջ, դպրոցում, ընկերների հետ, այլ պարզապես միայն, ինչպես ասում են, մրցույթների ժամանակ եւ հաղթել ու հաղթանակած վերադառնալ։ Միանշանակ իրենցից չարիք չի ստեղծվում, իրենք հասարակության մեջ Շնորհակալություն ձեզ, Դավիթ, ուզում եմ նվիրել Սարգոն Սպիտակ չոր գինին, հաղթանակները միշտ նստեք լավագույնով ու այդ լավագույնը թող միշտ ուղեկցի ձեզ, սա ձեզ, եւ իհարկե բացիկներ, սպորտը ճիշտ է, ավելի շատ ուժի դրսևորումն է, բայց սպորտսմեններն էլ են մարդ եւ իհարկե սպորտսմեններն էլ ունեն էմոցիաներ եւ հուզմունքներ եւ ապրում են մեծ սեր։ Այնպես որ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որտեղ կա շատ էմոցիաներ, հա, այս մի բացիկը ձեզ եմ նվիրում, նվիրեք ձեր սիրելիին։ Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, սա ձեզ համար։ Եվ ձեզ տղաներ, ուզում եմ նվիրել ամանորյա բացիկներ, քանի որ առջևում ամանոր է եւ հաստատ ձեր ծնողներին ամանորյա շնորհավորանքներ կուզենաք հղել, իսկ այստեղ արդեն բացիկների ներսում ամանորյա երգերից են հատվածներ, Թաթայի, Ելոհարթի եւ իհարկե նաեւ կա բացիկ, որտեղ ինքներդ պետք է գրեք ձեր բարեմաղթանքը։ Սա ձեզ։ Կամ կարող եք ձմեռ պապիկի նամակ է գրել մենք։ Այո, որպեսզի ինքներդ արդեն ձեր տրամադրությունն ունենան։ Շնորհակալ ենք ձեզ։ Եվ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։